Ժողովուրդ կներեք ինչ խնդիր կա։ Սա որ կպցրին է մի փոքր ծրվել է։ Ուղղակի հարցնենք, եթե հետագայում անվավեր չեն ճանաչի սա, պարոն նախագահին կարելի է։ Գիտեք, երբ անվավեր կճանաչի։ Միջանոց մի բան էլ սա այս ձևա կպետք է անվավեր ճանաչվի։ Ոչ, Ոչ։ Չէ։ Okay։ Քվեաթեր ես իրավունք չունեի։ 947 գրած ազգային ժողով 204 2017 ծալված է դրա համար։ Չէ, ես ուղղակի որ նորից եթե անեմ թե չէ, թե քցեմ սա քցեմ։ Շնորհակալություն։ Այգ ջան, սիվիլներից երկու խոսք ասեք, եկել այստեղ ինչպես ընտրություն եք կատարել, չեմ ասում։ Եկել եմ ընտրությունս կատարելու բնականաբար, հուսով եմ, որ մի փոքր ավելի լավ Հայաստանի բնականաբար քվեարկել եմ մի փոքր ավելի լավ Հայաստանի համար, չեմ հավատում արմատական փոփոխություններին, այսինքն մի անգամից, սա երկիր է, կառուցում է, մենք երիտասարդ երկիր ենք, երիտասարդ պետություն ենք, բայց պետք է քայլ առ քայլ առաջ գնանք, դրա համար բոլորս ամեն ինչ անում ենք դրա։ Այդ նպատակի համար բոլորս ամեն ինչ անում ենք։ Մեր տեղամասում 947-ում եւ այստեղ համարը ինչպես է։ Եվ 947-ում չեն աշխատում տեսախցիկները, որոնք տեղադրվել են կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։ Ուղղակի չեն աշխատում դրանք, սա էլ կուզենայի ֆիքսեի։ Այսինքն այդ տեսախցիկը կողմից է տեղադրված։ Չէ, այն տեսախցիկի շենքին է, իրական կենտրոնական ընտրական Հենա, խնդրեմ, լսեք, տեղադրվել է բավականին մեծ գումար է, հա, պետության կողմից տրամադրվել այդ ընկերությանը, որը տեղադրել է, չգիտեմ որ ընկերությունն է, բայց այս պահին տեսախցիկները չեն աշխատում, այսինքն ես միայն այդ երկուսը գիտեմ, որովհետև ստուգել եմ։ Կարող եք մտնել Elections.am, այդ կայքը եւ ստուգեք, որը չի աշխատում, սա ուղղակի ձեզ ինֆորմացիա, որ դուք էլ արդեն ավելի մանրամասն թե լուսաբանեք, թե ստուգեք, բայց վստահաբար այդ երկու ընտրատեղամասում Չէ, չի աշխատում, եթե միացնեք դուք պետք է տեսնեք, ձայնագրելը դա իրանց գործառույթը չի, ձայնագրությունը, ուղղակի պետք է ուղիղ եթեր լինի, ուղիղ եթերը չկա բացակայում։